Պուտին-Հիտլեր պաստառով Կրեմլի մոտ ակցիա իրականացրած 68-ամյա ռուս ակտիվիստը դատապարտվել է 15-օրյա կալանքի։ Մոսկվայաբնակ ակտիվիստը Պուտին-Հիտլեր գրությամբ պաստառը տեղ հասցնելու համար պարանով իջել է մեծ Մոսկվորեցկի կամրջից ու լողացել Մոսկվա գետի հոսանքով։ Րոպեներ անց փրկարարները մոտորանավակով մոտեցել ու ջրից դուրս են բերել ակտիվիստին։ Սաքսոնովին շտապօգնության մեքենայով, բայց ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել են հիվանդանոց, ապա ոստիկանություն, որտեղ նա գիշերն է անցկացրել։ Ոստիկանական բաժանմունքից հրապարակված տեսանյութում վիրակապված ձեռքերով ակտիվիստը պնդում է, ակցիան միայնակ է արել ու տարակուսում, ինչպես կարող էր ինքը դիմադրություն ցույց տալ ոստիկանին։ Եթե ոստիկաններն ինձ մոտենային փողոցում, ես կարող էի դիմադրություն ցույց տալ, բայց նրանք ինձ մոտեցան, երբ ես շտապօգնության մեքենայում պառկած էի, սիրտս էին ստուգում, շաքարս չափում, ձեռքերս էին վիրակապում։ Ես անգամ նրանց իմ անձնագիրն եմ տվել։ Դա մի՞թե դիմադրություն է։ Ես հակաֆաշիստական ակցիա եմ իրականացրել։ Իմ պաստառին գրված էր «Ստոպ ֆաշիզմին»։ Այո, հիմա բազմաթիվ հակաֆաշիստական միջոցառումներ են անցկացվում։ Ես էլ ուզում էի իմն անել՝ սեփական միանձնյա հակաֆաշիստական պիկետը։ Ֆաշիզմը տարբեր տեսակի է լինում։ Մեզ մոտ բարեբախտաբար դեռ Մուսոլինիի տեսակի ֆաշիզմ է։ Աստված մի արասցե, բայց այն վատագույն ուղղությամբ Հիտլերի կողմ է գնում։ Ոստիկանության պահանջին չի ենթարկվելու համար նա 15 օր կմնա ճաղերի ետևում, իսկ հավաքի անցկացման կարգը խախտելու համար կտուգանվի 20,000 ռուբլով։ Սոտա Վիժն տելեգրամալիքի փոխանցմամբ Մոսկվայի Տվերսկոյի դատարանում Սաքսոնովը բացատրել է իր պաստառի իմաստը։ Պուտինը Հիտլեր չէ, սա նախազգուշացում է, անգլերենով կլիներ is Hitler, Hitler է, երբ Հիտլեր լինի, շատ ուշ կլինի որևէ բան գրելու համար։ Դատավորն ընդհատել է Սաքսոնովի խոսքը։ Ակտիվիստի ակցիան հեռախոսով նկարահանած Սոտա Վիժնի լրագրողին նույն օրը նույն կամրջից բերման են ենթարկել եւ 13 օրով են կալանավորել ոստիկանությանը չենթարկվելու համար։ Դյադյա Գրիշա անունով հայտնի քաղաքացիական ակտիվիստ Գրիգորի Սաքսոնովը բազմաթիվ պիկետների ու բողոքի ակցիաների է մասնակցել։ Նա հերթապահել է այս նույն կամրջի վրա Նեմցովի հուշատախտակի մոտ, պաստառներով դատարանների դիմաց է եկել ի պաշտպանություն քաղբանտարկյալների։ Նրան ուժայինները բազմիցս ձերբակալել են, սադրիչները հարձակվել, ակտիվիստը սակայն չի ընկրկում։